մեղրի փոխանակման տարբերակը, որտեղ 90-ականների սկզբին օրինակ Թուրքիայի վարչապետ, եթե չեմ սխալվում, Թուրղուտ Օզալն էր դեր առաջարկել 92 թվականին, դա մեղրին փոխանակել Լեռնային Ղարաբաղի հետ եւ նաեւ միջանցքի, եւ ինչպես գիտեք 2001 թվականին այդ մտքի շարունակությունը, որովհետեւ այդ տարբերակով մեղրի պետք է 1978 թվականի վարչական սահմաններով լիներ, այսինքն մեղրի շրջանը, որ միշտ եղել է, բացի մեղրի քաղաքից, խոսքը տասնյակից ավելի բնակավայրերի մասին է, եւ Քիվեստում ինքը ձևափոխվել է ավելի շատ Ադրբեջանին տալ մեղրիով էքստերիտորիալ ճանապարհ, էստակադա եւ դրա փոխարեն Լեռնային Ղարաբաղը ուղիղ կապ ունենա Հայաստանի հետ, բայց այդ կապը Լեռնային Ղարաբաղի Հայաստանի հետ փոխհատուցվի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքից, այսինքն Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզից ինչ որ կտորներ նախքին փոխվեն եւ այդ տարածքը դառնա այդ համահավասար սկզբունքով դառնա միջանցքի տարածք ու դրանից հետո արդեն հիմնականում 2007 թվականից հետո այդ մադրիդյան սկզբունքների եւ կազանյան սկզբունքների մենք տեսնում ենք արդեն ուրիշ տրամաբանություն է, այսինքն հրաժարվում են տարածքային փոխանակումներից եւ ավելի կարեւոր է դառնում Լեռնային Ղարաբաղի բնակչության ռեֆերենդումի միջոցով, հանրաքվեի միջոցով վերջնական կարգավիճակի հաստատումը